Եկեք բացենք միասին Մարկոս ավետարան 11-րդ գլուխ 7-ից 11 խոսքերը։ Հայտնի հատված է, բոլորս գիտենք, որ այսօր ծաղկազարդ է Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Ինձ համար այս պատմությունները նոր երանգներ ու նոր տեսք է ստացել, որովհետև նոր ենք Երուսաղեմից եկել, շնորհակալ ենք նրանց համար, ովքեր աղոթել են մեզ համար։ Մարդիկ զարմացել էին, որ այսինչ գիժ գրուպ է, որ եկել է պատերազմի ժամանակ, եւ առաջի տեղը հյուրանոցները, երբ որ մտնում ենք, մեզ չեքին անելուց հետո ցույց էին տալիս, որտեղ է թաքստոցները, շելթերները։ Եվ Փառք ասում էր, այնտեղ եղած ժամանակ հատուկ մեծ դեպքեր չեն եղել, բայց երբ որ հետ եկանք մեր հովիվը կազմակերպիչ, ով որ կազմակերպել էր, գրեց, որ այդ վերջի ռեստորանը, որտեղ հաց ենք կերել, հաջորդ օրը դրանից մի քանի 100 մետր են կողմ բոմբ էին գցել։ Եվ զարմացած էին, որովհետև հանգիստ չկա այդ տարածաշրջանում։ Եվ Երուսաղեմը 2000 տարի եղել է կարևոր քաղաք ու մնում է կարևոր քաղաք, եւ այն իրադարձությունները, որ եղան այդ օրերին, կապ ունեն մեր հետ ու մեր կյանքի հետ։ Եվ այսօր պատմական մի քանի փաստերի ենք նայելու եւ դասեր ենք սովորելու միասին։ Պատմությունը բոլորդ գիտեք, Հիսուսը պատվիրում է իր աշակերտներին գնացեք քաղաք, երբ որ տեսնեք մի ավանակ կապված, կբերեք, եթե արձակելուց ձեզ ասեն ինչու եք տանում, ասեք Տիրոջը պետք է ձեզ կթողնեն։ Աշակերտները գնում են, գտնում են հենց այնպես, ինչպես որ Տերն ասել էր, եւ գրված է 7-ից 10 խոսքերում, եւ ավանակը Հիսուսի մոտ բերեցին, եւ իրենց հանդերձները նրա վրա գցեցին, եւ նա նրա վրա նստեց։ Շատերն էլ իրենց հանդերձները ճանապարհին փռում էին, ուրիշներն էլ ծառերի ճյուղեր էին կտրում եւ ճանապարհին փռում։ Եվ առաջից գնացողները եւ ետևից եկողները աղաղակում էին եւ ասում. «Օվսաննա, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, օրհնյալ է Տիրոջ անունով մեր Դավիթ հոր եղող թագավորությունը, Օվսաննա ի բարձունց»։ Ինչ է նշանակում հոսաննա։ Եբրայերեն այդ բառը նշանակում է հոշեանա, որը բառացի նշանակում է փրկիր մեզ կամ փրկիր հիմա։ Նաև այն օգտագործվել է որպես գոհաբանության բացականչություն, որպես մեծարանք, բայց իրականում հրեաները այսպես գոչելով հոզենա հավատում էին, որ փրկիչը եկել է, որ փրկի իրենց։ Եվ իրականում Հիսուսը փրկելու էր եկել ոչ միայն Երուսաղեմը, ոչ միայն հրեաներին, այլ բոլոր ազգերին եւ բոլոր ժողովուրդներին։ Եվ պատմությունն ասում է, որ երբ որ Ձիթենյաց լեռից իջնում էր վայր, դիմացը Երուսաղեմ քաղաքն էր, եւ վստահեցնում եմ ձեզ գեղեցիկ տեսարան է։ Այս օրերին քաղաքը շատ փոխվել է, բայց որ այնտեղ ենք, այսպեսի մի նկար ունեմ, որ հենց այս տեղի մասին է խոսում։ Հիսուսը հենց այստեղից նայում էր դեպի Երուսաղեմ եւ պատրաստվում էր մտնել դեպի Երուսաղեմ, բայց պատմության այս հաղթական ընթացքը, որ մարդիկ ոգևորված էին, մարդիկ աղաղակում էին, փառաբանում էին այնպես, որ քաղաքը դղրդում է, մի քանի գլուխներ այն կողմ տեսնում ենք, որ թեև Հիսուսը տեսնում է այսպիսի ոգևորված reaction, տեսնում է այսպիսի ոգևորված ընդունելություն, վերջում Հիսուսը լացում է։ Եվ մի քանի դրվագ կա, երկու այս պահին հիշում եմ, որ Հիսուսը լացեց, մեկը Երուսաղեմի վրա էր, եւ ոչ միայն մի քանի կաթիլ արցունք էր, անգլերենում ասում է he wept, ողբաց, խորը լացեց, սրտի խոր ցավով լացեց, եւ այս խոսքերն ասեց, Ղուկաս 19:41-44-ն ասում է, երբ մոտեցավ, տեսավ քաղաքը ու լացեց նրա վրա եւ ասեց. եթե դու իմանայիր գոնե այսօրվա օրը քո խաղաղության մասին, բայց հիմա այն քո աչքերից ծածկվեց, որովհետև օրեր կգան քեզ վրա եւ քո թշնամիները 4 կողմդ պատնեշ կպատեն եւ կպաշարեն քեզ եւ ամեն կողմից քեզ կնեղացնեն եւ հիմնահատակ կանեն քեզ եւ քո որդիքն էլ քո միջում եւ չեն թողնի քո միջում քարը քարի վրա, քանի որ չճանաչեցիր, չհասկացար, ինչը չհասկացավ Իսրայելը կամ Երուսաղեմը քո այցելության ժամանակը։ Մեզնից յուրաքանչյուրի կյանքի մեջ կա մի ընթացք, որ Հիսուսը մուտք է գործում, որ Հիսուսը գալիս է, Հիսուսը հրավեր է ուղարկում մեզ մոտիկ լինելու իրեն։ Եվ իրականում
առաջի քայլը դեպի մեզ մենք չենք արել իրեն մոտենալու, ինքն է քայլ արել մեզնից յուրաքանչյուրին մոտենալու։ Մենք արձագանքել ենք նրա սիրուն եւ այսօրը, երբ որ Հիսուսն այս խոսքերն ասեց, նա մարգարեանում էր Երուսաղեմի ապագայի վրա եւ պատճառը, որ նա ողբում էր, չեղածը տեսնում էր եղածի պես եւ ասում էր պատճառներ, ասում էր, որովհետեւ դու չհասկացար սա ինչ ժամանակ է քեզ տրված։ Եք սովորաբար մենք մարդիկս միշտ արժեքավորում ենք արժեքավոր բաները կորցնելուց հետո, դրանք լինեն մարդիկ, լինեն փոխհարաբերություններ, լինեն հնարավորություններ։ Այստեղ շատ ծնողներ ինձ հետ կհամաձայնեն, երբ որ երեխաները փոքր էին ու անքուն գիշերներ ուներ, մտածում էիր, որ ինչ վատ է, ինչ մեղք ես դու, ինչ խեղճ ես դու։ Հիմա երբ որ հետ ես նայում, նկարներն ես նայում, ասում ես, ինչ երանելի ժամանակներ էր, բայց մենք չհասկացանք մեր ժամանակը ինչի մեջ է։ Երուսաղեմի համար մոտավորապես այդպիսի բան էր, որ Աստծուց նա առավելություն էր ստացել, լինել ընտրված քաղաք եւ Մեսիան ինքը Ասոմիածին որդին իր սուրբ ոտքերը դրել էր այդ հողի վրա եւ եկել էր մարդկանց ճանաչեցնելու Աստծուն։ Եվ մեկ օր չէր ու միայն այս մուտքը չէր, 3.5 տարի Հիսուսը շրջում էր այդ տարածքում ու բարիք էր անում, բայց շարունակաբար մերժվում էր։ Ոչ միայն մերժվում էր, տեղեր կար, որ նրան ուզում էին սպանեն, տեղեր կար, որ նրան քաղաքից դուրս էին տարել, որ քարկոծեն, տեղեր կար, որ ասում էին այդ ինչ անում ես դևերի, իշխանի, Բեղզեբուղի միջոցով ես անում եւ այդ շարունակական մերժումը մոտենում էր իր ավարտին, իսկ Իսրայելը չէր հասկանում, որ կորցնում է իր լավագույն ժամանակը։ Որտեւ այս բոլոր իրավիճակներից առաջ մի մարդ էր եկել Երուսաղեմ, Իսրայել եւ քարոզում էր, եւ նրա անունն էր Հովհաննես Մկրտիչ։ Ինչ էր քարոզում նա։ Նա Եսայա մարգարեի խոսքերն էր կրկնում։ Ղուկաս ավետարան 3-րդ գլուխ 4-3 Ղուկաս ավետարան 3-րդ գլուխ 4-6 համարների մեջ ասում է, ինչպես Եսայի մարգարեի խոսքերի գրքում գրված է, որ ասում էր կանչողի ձայնը անապատում, պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը եւ ուղիղ արեք նրա շավիղները։ Ամեն ձոր թող լցվի, ամեն սար եւ բլուր խոնարհվի, դժվարները հեշտ լինեն, խորտուբոր տեղերը հարթանան ու լավ ճանապարհներ դառնան եւ ամեն մարմին տեսնի Աստծո փրկությունը։ Հովհաննեսը 3 տարի Հիսուսի հայտնությունից առաջ եկել էր ու հայտարարում էր ու ասում էր prepare the way, պատրաստեք ճանապարհը, որովհետեւ նա գալիս է։ Եվ մարդիկ մկրտվում էին, որտեղ գրված է մեծ բազմություններ գալիս էին եւ Հովհաննեսի մոտ մկրտվում էին։ Գիտեք, այն ժամանակ մկրտությունը հին ուխտից վերցված խորհուրդ էր, որ մարդիկ հрьяաները հավատում էին, որ տարբեր անմաքուր իրավիճակներից դուրս գալու համար իրենք պետք է կենթանի ջրով, այսինքն հոսող ջրով լվացվեին։ Եթե որևէ մեկը մեռած դիակի էր կպնում, համարվում էր անմաքուր եւ պիտի գնար մի մաքուր ջրի մեջ, ընկղմվեր, դուրս գար, որպեսի համարվեր մաքուր։ Եվ Հովհաննեսը մարդկանց ասում էր, եկեք, պատրաստվեք, որովհետև գալիս է Աստծո խոստացված Մեսիան, եւ մարդիկ գալիս էին եւ մկրտվում էին։ Նշանակում է արձագանքում էին։ Հիսուսը ինքը եկավ եւ մկրտվեց, հիշում եք այդ պատմությունը։ Եվ Հովհաննեսի ծառայությունն այդ ժամանակ նման էր այն սուրհանդակներին, որոնց թագավորը ուղարկում էր։ Հին ժամանակներում, երբ որ թագավորը պետք է գնար իր տարածքներից որևէ մի քաղաք, իր արջևից ուղարկում էր մարդ կամ մարդիկ կամ փոքր խումբ, որոնք մեծ արագությամբ գնում էին ու հայտարարում էին թագավորն է գալիս, թագավորն է գալիս եւ քաղաքի մարդիկ, քաղաքի կառավարողները, քաղաքի իշխանները գիտեին, որ քաղաքում ամեն ինչ պետք է պատրաստեն, այդ նեղ ու կեղտոտ ճանապարհները մաքրեն, որ թագավորը կարողանա գա եւ ոչ միայն գալուց հետո իր բարեհաճությունը լինի այդ տեղի վրա։ Եվ Հովհաննեսը կարծես այդ գործն էր անում, պատրաստեք Տիրոջ ճանապարհը։ Եվ Հիսուսը եկավ, բայց Երուսաղեմի վրա իր լացով նա ցույց տվեց, որ Հիսուսը եկավ ու հիմա գնում էր արդեն, որովհետև հաշված օրեր էին մնացել, իսկ մարդիկ չէին հասկացել, որ Հիսուսը եկել է եւ հաշված օրերից պիտի գնա։ Մեզնից ամեն մեկի կյանքի մեջ Հիսուսը եկել է։ Եվ
Հիսուսի գալուստը Երուսաղեմ, այս հաղթական մուտքը մարգարեական նշան էր նաև ապագայի վրայով, որ նա ևս մեկ անգամ պիտի գա այս երկրի վրա որպես տերերի տեր ու թագավորների թագավոր, բայց ինչու հրեաները չճանաչեցին, որովհետև այդ նույն ամբոխը, որ արմավենիներով աղաղակում էր Օվսաննա, Օվսաննա, ընդամենը մի քանի օր հետո միացել էր ամբոխին, հոսքին, հայտնի popular opinion-ներին եւ ասում էր խաչեք դրան, փոխվեցին, որովհետեւ հիասթափվեցին։ Ինչու, որովհետեւ իրենց մտքի մեջ նրանց սպասումները, expectations, եւ ուզում եմ մի կարճ խոսեմ մեր սպասումների մասին։ Մեզնից յուրաքանչյուրը կյանքում կարծեմ ամենաշատը ջարդվում է չիրականացված սպասումների հետևանքով։ Ամուսնությունների մեջ ամենաառաջի խնդիրը առաջանում է զույգերի միջև չարտահայտված կամ անիրականալի, այսինքն unrealistic expectations։ Ես ակնկալում եմ իմ մտքի մեջ, որ իմ կին այսպես պիտի անի, ինքը սկի չի էլ հասկանում դա։ Ես դրա մասին երբեք չեմ խոսում, ինձ թթվում եմ, հետո նեղանում եմ, հետո մեկ օր ավելի եմ նեղանում, հետո մեկ օր պայթում եմ ու արդեն շատ ուշ է։ Որովհետև սպասում կար, որը չիրականացավ։ Նույն բանը կա սիրելիներ եկեղեցու մեջ։ Մարդիկ վիրավորվում են, մարդիկ նեղանում են, որովհետև սպասումներ ունեն չխոսացված իրենց մեջ, որ իրականում շատ հաճախ մարդը չի էլ կարող տալ։ Եվ Իսրայելը Հիսուսի համար, Մեսիայի համար, որ գալու էր որպես Տիրոջից ուղարկված, իր մտքի մեջ պատկերացումներ ուներ։ Դա էր պատճառը, որ երբ որ Հիսուսը խաչի վրա գամված արյունակամ էր լինում, հենց այդ նույն մարդկանց համար այդ մարդիկ ասում էին, եթե սա լիներ Աստծո որդին, ինքն իրեն կփրկեր։ Այսինքն իրենց երևակայության մեջ Աստծո որդին ուրիշ էր, քան իսկական Աստծո որդին։ Եվ շատերը գալիս են եկեղեցի եւ Աստծո հանդեպ իրենց սպասումները մարդածին են, այսինքն մարդու ձեռքով հորինված են, դու ես քո մտքի մեջ երևակայել ու պատկերացրել, որ քո Հիսուսը այսպես պիտի անի քեզ։ Եվ հետո, որովհետև Հիսուսը անում էր այն, ինչ հոր կամքն էր, սա լավ լուր է թե վատ լուր։ Հիսուսը չի եկել իմ կամքն անելու, Հիսուսը չի եկել քո կամքն անելու, Հիսուսն եկել է իր հոր կամքը անելու, որը բարի է, հաճելի եւ կատարյալ յուրաքանչյուրիս համար։ Բայց մենք մեր մտքի մեջ սպասումներ ունենք ինչպես Երուսաղեմը, որ կգա փրկիչը եւ վերջապես այս հռոմեական լուծը մեր վրայից կկոտրվի։ Որովհետեւ նրանց սպասումները քաղաքական էին։ Ինչպես հնարավոր է քո սպասումները կամ նյութական են, կամ էմոցիոնալ են, կամ ինչ այլ սպասումներ են Աստծուց, որ իրականում Տերը կարող է մեր բոլոր կարիքներին պատասխան տալ իր առաջնահերթությամբ, իր ուզած հերթականությամբ։ Բայց Հիսուսն առաջի հերթին եկել էր մարդկանց հոգևոր խավարը լուսավորելու։ Հիսուսն առաջի հերթին եկել էր Երուսաղեմի վրա բերելու իր թագավորությունը, որ ուտելիք ու խմելիք ու հագնելիք չէր, այլ արդարություն, խաղաղություն եւ խնդություն Սուրբ Հոգով։ Բայց մարդիկ ուրիշ սպասումներ ունեին։ Եվ այսօր, քանի որ փաստ ենք տոնում, որ Հիսուսը հաղթական մտել է Երուսաղեմ, ես ուզում եմ վերջն էլ նայենք։ Այո, նա մտավ Երուսաղեմ, բայց Երուսաղեմում էլ խաչվեց։ Եվ ուրբաթ օրը բոլորիդ հրավիրում եմ ձեր ընտանիքներով գալ, հիշելու, մասնակից լինելու այդ չարչարանքներին, որովհետև այդ ամենը մեզ համար էր, եւ մենք այստեղ գեղեցիկ ծառայություն ենք ունենալու։ Բայց ետ են գնում այդ մեսենջերը, պատգամաբերը, որ Հովհաննեսն էր ու խոսում էր Հիսուսի մասին, ինչ էր ասում 3.5 տարի առաջ, մարդկան ժամանակ էր տալիս, ասում էր պատրաստեք ճանապարհը, որովհետև գալիս է թագավորը։ Ու այդպես էլ մկրտվեցին, բայց նրանց սրտերը չփոխվեց։ Մկրտվեցին, որ գա ու դիմավորենք, եկավ ու չճանաչեցին։ Հովհաննեսն ասում է, եկավ իրենների մոտ, իրենները չճանաչեցին, որովհետև իրենների մտքի մեջ ուրիշ սպասումներ կար Հիսուսից։
Ես չգիտեմ ինչ սպասումներ դու ունես Հիսուսից, ինչ սպասումներ ունես դու եկեղեցուց, բայց այսօր այս առիթը լավ առիթ է ներս նայելու ինքդ քո մեջ, հարցեր տալու քեզ եւ պատրաստելու Տիրոջ ճանապարհը, որ հաղթական Հիսուսը գա քո սրտի մեջ ու հետ չմնաս նրա ծրագրից։ Որտեւ մի ամբողջ քաղաք, Աստծո քաղաք, մի քաղաք, որ բացարձակ հիասքանչ ու գեղեցիկ է եւ ամենազարմանալին մեր մտքի համար mind blowing անգլերեն ասած Հերովդեսի տաճարը, որտեղ մարդիկ գալիս էին ու այդ օրերին այդ տաճարն էր կանգնած, դա մի անբացատրելի գեղեցիկ գործ էր եւ այնպիսի հզոր մի շինություն էր, որ մարդկանց երևակայության մեջ անհնար էր, որ դա քանդվեր։ Հիմքերից մի քարը, որ իջանք ներքև գետնի տակ, ես իմ քանի մետր ներքև կար, Երուսաղեմի տաճարի քարերից մեկը մոտավորապես 16 ֆիտ, 8 ֆիտ խորք, 8 ֆիտ բարձր մի քարն էր։ Եվ նայում ես այդ քարին ու մտածում ես այն ժամանակ դեռ 2000 քանի տարի առաջ ինչպես են մարդիկ կարողացել սարքել։ Դրա համար, երբ որ Հիսուսն ասում էր այս տաճարը քանդեք, ես 3 օրում կսարքեմ, մարդիկ ասում են մի րոպե 48 տարի մեր հայրերը սարքել են այս տաճարը, դու ինչպես կարող ես քանդել։ Բայց Հիսուսի խոսքերը մարգարեական էին։ Կապ չունի ինչքան ամուր ես սարքել, կապ չունի ինչքան ուժեղ ես բռնած դու քո կարծիքներից, երբ որ Հիսուսը մերժվում է, երբ որ Հիսուսը դուրս է մղվում Երուսաղեմից, քարը քարի վրա չի մնում։ Երբ որ Հիսուսը մեր փոխհարաբերություններից, մեր ընտանիքներից, մեր ամուսնությունից դուրս է գնում, մենք վտանգված ենք, որ քարը քարի վրա չմնա։ Ինչ էր ասում Հովհաննեսը, որ մեզ դաս է, որպեսզի պատրաստենք Տիրոջ ճանապարհը։ Պատրաստեք Տիրոջ ճանապարհը եւ 5 բան էր ասում Հովհաննեսը, որ ես 4-ն եմ սարքել, վերջի 2-ը միացրել եմ իրար։ Առաջինն ասում է ուղիղ արեք նրա շավիղները։ Հետո հրճակում է ասում է թող ամեն ձոր լցվի, ամեն սար եւ բլուր իջնի, դժվար անգլերենում ասում է crooked roads, դժվար ճանապարհները թող հեշտանան, խորտուբորտ ճանապարհները հարթ լինեն։ Ուրեմն առաջի բանը ուղիղ արեք նրա շավիղները։ Երբ որ մարդկանց հարաբերությունների մասին խոսում ենք, ասում ենք, այս մարդու սիրտը իմ հետ ուղիղ չի։ Ուղիղ անել նշանակում է հեշտ անել ամեն ինչ, որ իմ խոսքը քեզ հասնի, քո խոսքը ինձ հասնի։ Եվ առաջի բանը, որ Հովհաննեսն ասում էր ձեր սրտի մեջ այնպես արեք, որ Տիրոջ հետ ուղիղ լինեք։ Երբ որ Սաղմոս 2-ն ասում է, եթե սրտիս մեջ անօրենություն լիներ, Տերը իմ ձայնը չէր լսելու։ Եվ 51 Սաղմոսի մեջ 10-րդ խոսքն ասում է, գեղեցիկ աղոթք, սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստված, եւ ուղիղ հոգի նորոգիր ինձանում։ Նրա ճանապարհը ուղիղ արեք, Դավիթը հասկանում էր, որ իր սիրտը պիտի ուղիղ լինի նախ Աստծո հետ։ Եվ ասեցի, երբ է մեր սիրտը շեղվում Աստծուց, երբ որ մենք մեր մտքի մեջ պատկերացում ունենք, որ Աստված այս ձևով է այս հարցը լուծելու, բայց Աստված լուծում է այնպես, ինչպես բարին է, հաճելին եւ կատարյալը։ Եվ այսօր, եթե մենք չենք ուզում, որ Հիսուսը գա ու անցնի, մենք ամենաշատը, եւ առակացն ասում է, բոլոր քու թանկարժեք բաներից, որոնց վրա հսկողություն ունես։ Գիտեք, մենք թանկ բաներ ունենք, PIN կոդեր ունենք, Face ունենք, տարբեր ձևերով մեր bank account-ները, մեր տարբեր դռներ ու տներ մենք փակում ենք, ինչի, որ ուրիշները access չունենան։ Առակաց գիրքն ասում է, քո բոլոր թանկ բաների վրա, որ լաքեր ունես, դրանցից շատ, ասա շատ, սրտիդ վրա ունեցիր։ Որովհետև եթե սիրտդ մի բան ընկավ, որ բարի ու հաճելի կատարյալ չէ, ծռելու է։ Եվ հետո քո ճանապարհը Աստծո հետ ուղիղ չի լինելու։ Եվ Հովհաննեսի առաջի բանը սա էր՝ ուղիղ արեք նրա շավիղները։ Եվ այսօր իմ խնդրանքն է, իմ մաղթանքն է, որ մենք այստեղից դուրս գալով, տոնելով Հիսուսի ներկայությունը մեր կյանքի մեջ, շարունակենք աղոթել ու ասենք՝ Տեր, սուրբ սիրտ ստեղծիր իմ մեջ, ուղիղ հոգի նորոգիր ինձանում։ Ամեն։ Առակաց 3-րդ գլուխ 6-րդ խոսքն ասում է քո բոլոր ճանապարհների մեջ, ասա բոլոր ճանապարհներ։
նշանակում է քո ամուսնության մեջ, քո ծառայության մեջ, քո բիզնեսի մեջ, քո երեխաների դաստիարակության մեջ, քո բարեկամների հետ շփվելու մեջ, բոլոր ճանապարհներիդ մեջ ճանաչիր նրան, նշանակում է ռուսերենում ասում է признавать, անգլերենում recognize, այսինքն հասկացիր, որ նրա ճանապարհը լավագույնն է։ Քո բոլոր ճանապարհների մեջ վստահ եղիր, որ բոլոր ճանապարհներդ նրա մոտ ժպիտ են առաջացնում, այսինքն նա նայում է քեզ եւ ասում է well done, լավ ես անում։ Իսկ դրա համար մենք մեր բոլոր ճանապարհների մասին իր խոսքը պետք է բարձրացնենք։ Մենք մեր բոլոր քայլերի մեջ, որոշումների մեջ, գիտեք, մենք իմպուլսիվ ենք բոլոր մարդիկս։ Մեզ մեկը բարկացրեց, մենք բարկացանք, մեկը մեզ բարև չտվեց, մենք բարև չտվեցինք, մեր ծնունդին չեկավ, մենք չգնացինք, մեզ նվեր բերեց, մենք նվեր տվեցինք։ Բայց Աստծո ասում է no, այդ բոլոր ճանապարհների մեջ նրան ճանաչիր, ապրիր այնպես, որպես նա քեզ նայում է, եւ նա ուղղելու է քո շավիղները։ Երբ որ իմ շավիղները ուղիղ են Աստծո հետ, նշանակում է Հիսուսը գալու է ու չի անցնելու, ինչպես Երուսաղեմի կողքով անցավ։ Համաձայն ենք։ Ինչպես ճանապարհները այն ժամանակ, երբ որ Սուրանդակը գալիս էր, ասում էր պատրաստվեք, թագավորը գալիս է, մարդիկ ամեն ինչ անում էին, որ նրա զորքի համար, նրա համար ուղիղ ճանապարհ լինի։ Մենք վստահ ենք այսօր, որ մեր սրտի մեջ ուղիղ ճանապարհ կա Տիրոջ համար։ Թե Տիրոջն ասում ենք հանկարծ ես կողմ չգաս Տեր ջան։ Ինչի մասին ուզում ես խոսա, բայց հանկարծ երեխեքի դաստիարակության մասին հետս չխոսած, ես գիտեմ ինչ եմ անելու, արդեն ստեղս ասե։ Ու ինչի մասին ուզում ես խոսա, մենակ ամուսնուս մասին չխոսած, ես դրա ճաշը կեփեմ։ Կամ կնոջ, կամ զոնքաչի, կամ աներոջ։ Բայց բոլոր ճանապարհների մեջ մենք ուզում ենք ասել ուղիղ արա։ Արա այն, ինչ դու ես ուզում։ Այդպիսով մեր սիրտը պիտի մաքրվի, իսկ Մատթեոս 5:8-ը ասում է Երանի սրտով մաքուրներին, ինչի, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Ովքեր նրանք։ Երբ որ իմ սիրտը չի մաքրվում, ես կորցնում եմ իմ հավանականությունը Հիսուսին տեսնելու։ Երուսաղեմը չհասկացավ, որ մաքրվելու ժամանակն է։ 3 տարի Հովհաննեսը աղաղակում էր, բայց մարդիկ այդպես էլ չմաքրեցին իրենց սիրտը։ Դրա համար Հիսուսը եկավ, տեսավ, մտավ, լացեց ու հետո մի քանի տարիներ հետո, 3 տասնամյակ հետո մոտավորապես ավիրվեց այդ ամեն ինչը։ Երկրորդ բանը Հիսուսը ուզում է, որ մեր սրտերի մեջ փոփոխություն գա Հովհաննեսի խոսքերի համեմատ, ասում է երկրորդը ամեն ձոր թող լցվի, every valley shall be filled։ Մարդու սիրտը երբեմն դառնում է ձորի նման, այդ հովիտը կամ փոստեղը, գուցե մեր սրտի մեջ կորուստ կա, գուցե մեր սրտի մեջ մեղք կա, գուցե մեր սրտի մեջ բաներ կա, որոնք մեզ ցածր են պահում։ Եվ մենք անցնում ենք ժամանակներ, որ մենք մտածում ենք, որ վատ տեղ ենք։ Ցածր տեղերով ենք անցնում։ Բայց ամենասիրված սաղմոսներից մեկը, վստահ եմ շատերը սիրում եք, 23 սաղմոսի մեջ ասում է. Թեև գնամ մահվան շուքի ձորով էլ, որ ամենացածր ու վախենալու տեղն է, մի տեղ, որ ոչ մեկը չի ուզում հայտնվել, մի տեղ, որ ոչ մեկին չենք ուզում տեսնել այդ տեղ։ Մահվան շուքի ձոր նշանակում է դու ցածր մի տեղ քայլում ես եւ երկու կողմից մենակ մահ է գրված, մենակ սև է, մենակ մութ է, անհուսություն է եւ Սաղմոս 2-ն կարողանում է այս ձորի մեջ ասել, եթե ես այս ձորի մեջ էլ քայլեմ, չարից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը նրանք մխիթարում են ինձ։ Ամեն։ Եվ մեծ հույսը նրանց համար, ովքեր այսօր անցնում են խորը փոսերի միջով, եթե առողջական փոսի մեջ ես, եթե ֆինանսական փոսի մեջ ես, եթե չգիտեմ, ընկերական հաղորդակցության տարբեր դժվարությունների մեջ է Սաղմոս 42-ը հրաշալի հույսի խոսք է իմ ու քեզ համար։ Ասում է. նա ինձ հանեց կորստյան փոսից, հալելույա, որովհետև նրա ձեռքը չի կարճացել, նրա ականջները չեն ծանրացել ու այսօր էլ նա կարողանում է իջնել ամենախորը տեղը եւ բարձրացնել մեզ այդ ձորից, երբ որ մենք նրան ենք ուզում։ Մեզնից շատերը գուցե այդ ձորի մեջ սկսում են նեղվել, փնփնթալ, տրտնջալ, ինչու է այսպես, բայց պիտի հիշես,
որ նրա ձեռքը կարողանում է հասնել մինչև ամենացածր տեղը եւ քեզ բարձրացնել, ինչպես Աղմոս 2-ն ասում է, նա ինձ հանեց կորստյան փոսից։ Այսինքն ես դատապարտված էի կորստի, իմ վերջը նա էր, որ ես այդտեղից դուրս չէի գալու, բայց նա կարողանում է մեզ հանել կորստյան փոսից։ Հալելույա։ Երրորդ բանը, որ Հովհաննեսը հռչակում էր մարդկանց, ասում էր, որպեսի թագավորը գա։ Ճանապարհի պատրաստման կարևոր մասերից մեկը սա էր, ամեն սար եւ ամեն բլուր պիտի խոնարհվի։ Balance։ Անլիարժեքության մեջ ես, փոսի մեջ ես, մեկ էլ գործերը մի քիչ լավ են գնում, հանկարծ ասում է, ես ոչ փոս եմ տեսել կյանքում, ոչ փոսի մեջ ընկել եմ, մենք միշտ էլ սենց թագավորական ենք եղել, մեր կյանքում ամեն ինչ միշտ լավ է եղել։ Ու հետո սկսում ես ուրիշներին հեշտ մեղադրել, երբ որ նրանք լացի հովիտով են անցնում։ Դրա համար Հովհաննեսն ասում է, մի րոպե, այստեղ բլուրներ կան, սարեր կան, որ պիտի իջնեն, որպեսի թագավորը գա քո սրտի մեջ։ Եվ կասեմ, ամենավտանգավոր բանը մեր կյանքի մեջ գոյացած սարերն ու բլուրներն են, որ հպարտությունն է, գոռոզությունը։ Եվ երբեմն գոռոզությունը, հպարտությունը գալիս է ամենախոնար դիմակով, օրինակ ես օրը 18 ժամ աղոթում եմ, հալելույա։ Ծոմել եմ պահում, շատ խոնար վիճակ է, բայց դրա մեջ մի ներքին հպարտություն կա, որ ով կա իմ նման։ Այս ամեն ինչը ես եմ արել, ով կարա անի դա իմ նման։ Լեռներն ու բլուրները պիտի իջնեն եւ դա խորհրդանշում է մարդկային հպարտությունը։ Առակաց 16-18-19 խոսքերի մեջ իմաստության գիրքը մեզ սովորեցնում է, որ կործանվելուց առաջ գոռոզությունն է գնում։ Կործանումից առաջ ամբարտավան հոգին, հետո խրատ է տալիս մեզ ու ասում է, ավելի լավ է խոնարհամիտ լինել եւ խոնարհների հետ գնալ, քան ավար բաժանել հպարտների հետ։ Ընտրի քո ընկերներին իմաստությամբ։ Որտեւ ավար բաժանելը շատ լավ է, որովհետեւ բոլորը քո ձեռքին են նայում։ Դու բոլորի համար resource ես։ Բայց առակացն ասում է, ավելի լավ է դու դա չանես, գնաս քայլես խոնար մարդկանց հետ, քան դու թվա, որ հարց լուծող մարդ ես, բայց քո սրտի մեջ սարեր կան, բարձունքներ կան, հպարտություններ կան, եւ դա պատճառ է, որ թագավորը չկարողանա մտնել եւ մնալ քո սրտի մեջ։ Այսօր լավ առիթ է քննելու մեր սիրտը, տեսնելու ինչ կա։ Եվ դեղը Հիսուսը մեզ բոլորիս դեղ է տվել, որ մեր սրտերը մաքուր պահենք, որ մեր սրտերի մեջ թույլ չտանք, որ հպարտությունը տեղ գտնի եւ դրա մասին Հիսուսը խոսում է Մատթեոս 23-ի մեջ։ Բոլոր ժամանակների կռիվը, ով է մեզնից մեծը, ով է ամենակարևորը։ Եղբայրների մեջ, ընտանիքի մեջ, գերդաստանի մեջ, աշխատանքի տեղը, եկեղեցում, մենք շարունակ փնտրում ենք ով է մեծը։ Եվ եթե երեխաներ ունեք, ամենալավ հայելին դա է։ Մենք էլ ենք երեխա, ուղղակի մեծացել ենք։ Բայց մեր մեջ էլ այդ փնտրտուքը կա։ Ես ումից եմ մեծր, ումից եմ փոքր։ Իսկ Հիսուսը տվել է մեզ բանալի եւ փառք նրան, որ նա միշտ տալիս է մեզ բանալիներ։ Գիտեք, երբ որ մենք մի տեղ ենք ուզում գնանք, բանալին թվում է ոչ մի բան է, բայց բանալին բացում է դուռ, բանալին մեքենատ է աշխատացնում, որ դու գնաս տեղից տեղ։ Շատ ժամանակ մարդիկ չեն հասկանում, երբ որ գնում են ասուն, Աստված ոչ թե լուծում է խնդիրը, այլ քեզ տալիս է բանալի։ Եթե այդ բանալին օգտագործես, տեսնելու ես բարիքը։ Եվ սա օրհնության բանալի է, ասում է ձեզնից մեծը թող բոլորի ծառան լինի։ Հիմա ուզում ես ընտրել մեծին, ընտրի նրանցից, ով պատրաստակամ է անել ամեն ծառայություն։ Եվ ընդհանրապես ովքեր են քո կյանքի հերոսները, ասեմ քեզ, դու ում հանդեպ ունես խորը հարգանք։ Նրանք, ովքեր քո նեղության ժամանակ քեզ օգնել են։ Այն մարդը, ով քեզ ձեռք է մեկնել, այն մարդը, ով լվացել է քո ոտքերը, այն մարդը, ով կշտացրել է քեզ, այն մարդը, ով քեզ ցավազրկող է տվել, այն մարդը, ով քո նեղության մեջ քեզ օգնել է, այդ մարդու մեջ հանդեպ դու խորը գնահատանք ունես, եւ այդ մարդը քո մտքի մեջ մեծ է։ Ուզում ես մեծ լինել, ծառայիր բոլորին, որովհետև Հիսուսը տվել է այդ բանալին, եւ ինձ համար դա լավ
ընտրելու միջոց է, հասկանալու ով է մեծ, որովհետև մեծը նա չէ, ով տիտղոս ունի, մեծը նա չէ, ով անուն ունի, մեծը նա է, ով Հիսուսի նման կարող է թագի փոխարեն ընտրել սրբիչը և ծառայել մարդկանց։ Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 5-6 խոսքերի մեջ Պետրոս առաքյալը ասում է այդպես էլ դուք երիտասարդներ, եթե կողքդ երիտասարդ կա բզի, թեպետ մենք բոլորս էլ երիտասարդ ենք զգում, չհաշված մեր սպիտակ մազերը, դուք երիտասարդներ հնազանդվեք ում ձեր ընկերներին, ծերերին, նրանք ովքեր ձեզնից ավել փորձառություն ունեն, որովհետև նրանք կարող է չհասկանան ձեր տեխնոլոգիի, ձեր այսօրվա շատ խնդիրներից, բայց մարդու սիրտը հազարավոր տարիներով չի փոխվել։ Դրա համար ասում է դուք երիտասարդներ փորձառուներին լսեք, հնազանդվեք մեծերին և ամենքդ իրար հնազանդվեք խոնարհություն հագած։ Ինչու, որովհետև եթե չանենք, մենք վտանգավոր տեղ ենք հայտնվելու, որովհետև Աստված, ասա Աստված, ամբարտավաններին հակառակ է։ Եվ սա վախենալու խոսք է, սիրելիներ։ Երբ որ Աստված մեզ հետ է, ով է մեզ հակառակ, մենք երգում ենք, չէ՞, եթե Տերը մեզ հետ է, ով է մեզ հակառակ։ Բայց Պետրոսն ասում է, կա մի վիճակ, եթե զգույշ չլինեք, Աստված ձեզ հակառակ կլինի։ Նշանակում է Աստված կշրջվի մեջքով։ Եվ կարծեմ, որ միակ տեղը, որ Աստված ասում է ես կհակառակվեմ, հպարտներին է։ Մենք հաճախ մտածում ենք, որ գողությունը, շնությունը, չգիտեմ, դրագը ավելի մեծ մեղքեր են։ Դրանցից ոչ մեկի դեպքում մենք չենք տեսնում, որ Աստված հակառակ դառնա մարդուն, բայց հպարտությունը, որը շատ անտեսանելի հրեշ է, գալիս է մեր սրտի մեջ ու ասում է, «Էց ով եղավ, որ քեզ ասի դու ինչ անես, արա այն ինչ քեզ դուր ա գալի, follow your heart»։ Ու դու մտածում ես, այլ որ ինչ պետք է ինձ ասել, մի րոպե ես երեկվա երեխան չեմ, սրանք ով են, մաման, պապան, հարսը, կեսուրը, և դու հանկարծ մտածում ես, որ մանավանդ, երբ որ մի քանի բանի մեջ հաջողվել ես, զգույշ մնա, որովհետև հանկարծ հպարտությունը գալիս է մեր սրտի մեջ քողարկված և դրանով մենք կորցնում ենք թագավորին մեր կյանքի մեջ։ Եվ հետո Պետրոսն ասում է խոնարհվեք, ասա խոնարհվեք։ Մենք այստեղ ոչ մեկին չենք կարող խոնարհեցնել, բայց ես ինքս լսելով այս խոսքը ես գիտեմ, որ ես եմ խոնարհվում։ Ում առաջ Աստծո հզոր ձեռքի տակ, հետո ինչ է լինում, որը ձեզ կբարձրացնի ժամանակին։ Երբ որ Աստված բարձրացնում է քեզ, ոչ մեկը չի կարող իջեցնել։ Երբ որ դու սովորես խոնարհվել Աստծո ձեռքի տակ եւ սպասել Աստծո ժամանակին, ոչ մի բան ու ոչ մեկը չի կարող քեզ խոնարհեցնել կամ պահել ներքև, որտեղ Աստված բարձրացնում է եւ մեկը չի կարող նրան ասել այդ ինչ ես անում։ Ամեն։ Վերջի երկու բանը, որ միացնում եմ իրար, Հովհաննեսն ասում է, որպեսզի գա թագավորը, ձեր ճանապարհը այս բաներով պիտի պատրաստեք եւ դժվարները հեշտ պիտի դառնան։ Ուզում եմ քննես ինքդ քեզ, դու մարդ ես, որ ամեն ինչ դժվարացնում ես, թե հակառակը։ Գիտեք, կան տենց մարդիկ, որ մտածված ամեն ինչ դժվարացնում են։ Կան։ Սկսեցիք հիշել, չէ՞, այս մարդերնեկը։ Դու հեշտացնող ես, թե դժվարացնող ես։ Քո ընտանիքի կյանքը, քո հարևանների հետ հարաբերությունները, եկեղեցու կյանքը դժվարացնող ես, թե հեշտացնող ես։ Եկեք ընտրենք դժվարները հեշտ դառնալու ճանապարհը։ Եթե դժվարել ենք, դառնանք դեպի հեշտը, հեշտ լինենք ներելու մեջ, հեշտ լինենք ծառայելու մեջ, հեշտ լինենք մոռանալու մեջ, հեշտ լինենք սիրելու մեջ, չբարթացնենք։ Կյանքն առանցեն է բարդը, մի բարդացրու կյանքը քո երեխաների համար, մի բարդացրու կյանքը քո ծնողների համար, մի բարդացրու կյանքը քո ընկերների համար, թեթև տար, թեթև ապրի, փորձի ամեն ինչի մեջ տողատակ չգտնես։
Դա մեր էությունն է, մենք հետաքրքրասեր ենք։ Ասենք մեկը գալիս է, ես ես նստած եմ, եկար ասիր, բարև Փաստոր ջան, ասիմ, ինչ ես մտածելու, մի հատ տեղից վեր չկացավ ինձ բարևի, այդ արհամարական ես ես նստել էր, չգիտի, որ surgery եմ արել, 4 հատ ատամեն հանե, մեռնելով եկել եմ եկեղեցի, ու մենք սկսում ենք շինել, ու Հովհաննեսն ասում է, լսի, այդ բնավորությունը լավ չի, եթե ուզում ես թագավորը գա, դժվարները հեշտացրու։ Խորտուբորտ ճանապարհները հարթ լինեն։ Թագավորը ուզում է գալ հեշտ ճանապարհով։ Մի բարթացրու ներումը, մի բարթացրու այն փոքր պատասխանատվությունները, որ դու պիտի ու կարող ես անել։ Եթե մի բան կարող ես այսօր անել, մի ասա վաղը կանեմ։ Առակացի մեջ ասում է, եթե ձեռքիցդ գալիս է մի բան, որ այսօր անես, մի ասի վաղը կանեմ։ Եթե ընկերդ գալիս է ու կարող ես ծառայել, մի ասի գնա, էգուց կգաս կծառայ, մի բարթացրու։ Խորտուբորտ ճանապարհները թող հեշտ լինեն։ Մենք ուզում ենք, որ թագավորը գա։ Մենք ուզում ենք, որ երբ որ ճվում ենք Օսաննա, փրկիր մեզ ու արի, նրա անունը փրկիչ է, նա ամեն ինչ արդեն արել է, որ գա։ Բայց եթե մենք մեր սրտի ճանապարհները չուղենք, մենք կկորցնենք նրա այցելության ժամանակը։ Դրա համար էր Հիսուսը լացում ու ասում էր Երուսաղեմ, Երուսաղեմ, ես քանի անգամ փորձեցի քեզ հավաքեմ իմ թևերի տակ, որպես հավը իր ձագերին է հավաքում, բայց դու չուզեցիր։ Երուսաղեմը չէր էլ հասկացել, որ ինքը չի ուզե։ Բայց որովհետև նրա երևակայության մեջ ուրիշ ձև կար, ինքը բաց էր թողե փրկչին։ Այս 4-5 կետերը մեզ օգնելու են նայենք ներս ու հասկանանք, կարողա ես բաց եմ թողնում փրկչին։ Կարողա այս վիճակն ու այս ժամանակն իմ կյանքի ամենալավ ժամանակն է, որի համար ես փնթփնթում եմ։ Գուցե այս ծառայության դուռը կամ չծառայելու դուռը, որ բացվել է, Աստծուց պարգև է ինձ համար մի բան փոխվելու իմ մեջ, բայց քանի որ ես ուրիշ սպասում ունեմ, ես հետո էլ գոռում եմ, խաչեք դրան, թող դրան գնան, թող այս եկեղեցին սենց լինի, թող այս վիճակը նենց լինի, դրանց անունը իմ մոտ չտակ, գոռում էին, խաչեք, ու մտածում են, որ ճիշտ բան են անում։ Պատրաստեք Տիրոջ ճանապարհը, որովհետև նա չի եկել անցնելու, նա եկել է մնալու։ Նա եկել է մեզ հետ լինելու ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Բայց եթե անիրավություն լինի մեր սրտի մեջ, եթե չխոստովանված մեղքեր լինեն, եթե վերաբերմունք լինի, եթե մեր սրտի մեջ հպարտություն լինի, եթե մեր սրտի մեջ չներելը պահենք, եթե մեր սրտի մեջ դառնության արմատ ու թույն լինի, Տերը հանկարծ անցնելու է ու մենք չենք հասկանալու, որ դա մեր այցելության ժամանակն է, դա Աստծուց տրված պարգև էր եւ մեր մտքի մեջ թագավորը պիտի գա ու ազատի մեզ հռոմեական կայսրությունից, թագավորը պիտի գա ու իմ էգոն վերջապես մարդիկ պիտի հասկանան, որ ես կարևոր եմ ու հանկարծ դու բաց ես թողնում քո այցելության ժամանակը։ Խնդրում եմ ձեզ, ճամփա բացեք, պատրաստվեցեք, որտեվ թագավորը գալիս է, որ ապրի մեր մեջ, որ դա դարձնի մեզ թագավորի քաղաք, որ մենք լինենք նրա ներկայության վայելողները, beneficiaries, որ մենք նրա օգտատերը դառնանք, նրա խաչի տառապանքները մեզ ազատելու համար էին։ Երուսաղեմ, Երուսաղեմ, չհասկացար քո այցելության լավագույն ժամանակներն էր։ Ինչ պիտի անենք նորից, արագ ուզում եմ անցնեմ։ Ուղիղ արեք նրա շավիղները, ուղիղ սիրտ, աղոթի, որ սրտիդ մեջ ծուր բան չեղնի։ Եթե փոսի մեջ ես, եթե անհավատության մեջ ես, եթե ընկճվածության մեջ ես, հիշի նա փոսի ցանողն է, նրա խոստումները հռչակի կյանքիդ մեջ, դավանի ով է Տերը։ Եթե հանկարծը պարտացել ես, որ հաճախ բոլորիս պատահում է,
թող այդ գոռոզությունը իջնի, Տիրոջ ձեռքի տակ խոնարհվի։ Տերը կբարձրացնի ու մարդը չի կարող արգելել։ Ամեն, դժվարները հեշտացրու, խորտուբորտ ճանապարհները հեշտացրու։ Թող Տերը իր խոսքով ու Սուրբ Հոգով հեշտ մոտենա քեզ։ Որոշ մարդիկ կան, որ 40 հատ մարգարե ա պետք, 80 հատ քարոզ, որ հասկանան։ Մի խստացրու սիրտդ։ Անկեղծ եղի ինքդ քեզ, եթե դու քեզ խաբես, քեզ օգնություն չկա։ Ամենավտանգավոր բանը նա է, երբ որ մենք մեզ խաբում ենք։ Չէ, լավ եմ, ես բոլորի հետ լավ եմ, լավ չես։ Երբ որ դառնացած ես, այդ թույնը գնա Տիրոջ առաջ, որովհետև Տերը կարողանում է դառը ջրերը փոխել քաղցրահամ ջրերի։ Երբ որ սպասումներ ունես չեղած կնոջից ամուսնուցդ գնա խոսա, որովհետև ով է քեզ ասե։ Գիտեք, օձի սատանայի առաջի հատկություններից մեկը խոսքերը ծռելն է։ Դրա համար առաջի բաներից մեկը Աստված Եվային, երբ որ խոսեց, մեղք գործելուց հետո, ինչ ասեց։ Ասաց, ով քեզ ասեց։ Մեր մտքում այնքան բան կա, եւ այսօր քեզ հարց եմ տալի, գնա Տիրոջ առաջ, ու ինքդ քեզ հարցրու, այս ով է ինձ ասել, որտեղից էս բանը իմ մեջ։ Այն ինչ որ Քրիստոսի կամքի դեմ հպարտացած է, խոսքն ասում է գերի բռնեք։ Այն ինչ որ Աստծո խոսքի չափանիշներով չէ, գետնին իջացրեք եւ ձեր ոտքը դրեք նրա վրա, որովհետեւ թագավորն ուզում է գալ եւ բնակվել այն քաղաքում, որի վրա կանչված է իր անունը։ Չլինի, որ նա գա, իսկ մենք նրան խաչենք։ Չլինի, որ նա գա, իսկ մենք չհասկանանք, որ այս ժամանակը մեր կյանքի ամենալավ ժամանակն էր, որ Տերը տվել էր այցելության առիթ։ Ամեն։